18 թվականի գործը չէր եղել, այսինքն այդ տեսանյութը չկար, հենց իր տեխնացությունը հայտարարվեց, խոսակցություն կար չէ համացանցում, թե ինչի են իրան ներկայացրել, այդ խոսակցությանը դուք ականատես եք, եթե հետ գնաք կտեսնեք, որ այդ տեսանյութն էր հրապարակվել, որ դրա մասին խոսացվել է, թե ինչի են այդ մարդուն ներկայացրել եւ այլ, հիմա բարձ դարձավ, թե ինչի են ներկայացրել։ Պարոն Սիմոնյան, եթե ես չեմ սխալվում, այս պահին Դավիթ Համբարձումյանը Մոսկվայում է, գուցե սխալ հիշեմ, չգիտեմ։ Ես չգիտեմ, ես տեղեկ չեմ։ Կվերադառնա կանանք, թե Չեմ կարող ասել, չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ, իմ համար տարակուսել է ինչի է ինքը կարողացել դուրս գալ եւ գնալ, ինձ համար այդ հարցն է հետաքրքիր, ասենք ո՞նց է ստացվել, որ ինքը այնուամենայնիվ քրեական գործով անցնելով կարողացել է հատի սահմանը, այդ դա հարց է, որը որ պետք է դրա պատասխան։ Դրավակ իրարված եղել արկելքի։ Դե եթե ինքը իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է, դե կգա եւ հաղթնելու ինչ ունի։ Դուք վտանգ տեսաք պարոն Համբարձումյանից քաղաքական առումով նկատի։ Ոնց էս պատկերացնում հարգելի լրագրող, ոնց ինչի պետք է վտանգ տեսնեմ, ասենք։ Որի շուրջ կոնսոլիդացիա կներ, կգային ժողովուրդը կճնշեր, պատգամավորները ժողովրդի կամքով կքվեարկեին impeachment-ին։ Լինեմ անկեղծ, չէ։ Չէ, երկեր ոչ, ասենք ինչ process է կատարվում 6 ամիս հետո ընտրություններ է, ել չեմ ասում ՀՀԿ-ն, ասում այստեղ ՀՀԿ-ն հայտնվել է զորով փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով, որպես օրենքի բերումով, որ օրենքը ասում է չի կարող երկու կուսակցություն լինի, ինչ ոչ ասում եմ, նոր շողիկին էլ էի ասում, որ նույնիսկ 34 ստորագրություն, իրանք իրանց ստորագրությունները նույնիսկ չեն կարողանում հավաքեն, ինչ վտանգ։ Պարոն Սիմոնյան, պատարագը, որ լինելու է առաջիկա կիրակի օրը եւ որին վարչապետը արդեն հայտարարել է մասնակցելու է իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրի մյուս պաշտոնյաները, դուք պատրաստվում եք ներկա լինել։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մասնակցել, այդպես պլաններ չունեմ, վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի, չէ՞ որ որտեղ վարչապետը գնում է, ես եմ գնում։ Սա նշանակում է Փաշինյանին չաջակցել ձեր չգնալը։ Չէ, իհարկե չի նշանակում, բայց ինչի պետք է մենք իրար չենք համաձայնվում, որ եկեղեցի է գնում ինչ անում, չէ՞։ Սա քաղաքական մի տարեք քաղաքական դաշտ, ոչ մի աջակցելու եւ չաջակցելու բան չկա, դա ամեն մարդու իր ընտրության, իր որոշման բան է, ինչ կա տեղ աջակցելու, չաջակցելու։ Հիմա ես չեմ ուզում դուք այդ դրա շուրջ ինչ որ տենց մեծ բան ստեղծել։ Մարդը որոշել է, որ մարդ կա, որը որ պատարակ է անում, որոշել է գնա մասնակցի այդ պատարակին։ Դա չի նշանակում, որ դա չի դրա հետաքրքիր տենց լավ խոսույթ է, չէ՞, ձևավորվել դրա հետ կապված։ Ոնց որ կարամ վերջացնեմ, որ կարգալույցը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել եւ ել չեմ ասում հարգելիներս ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտվում դա ոչ մեկին չի վերաբերվում հավատքը քրիստոնեությունը որովիցե մեկի մենաշնորհը չէ ինչպես եկեղեցին որովիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի ժողովուրդ եկեք դուրս եկեք այդ բանից հերիքա նույնականացնեք ես ազգային ժողովի նախագահն եմ բայց դա չի նշանակում որ ես ազգային ժողովի ամեն մի կառույց իր կանոնակարգ ունի ես ուրախ եմ իր կանոնակարգ ունի այդպես դուք որոշեք Ռոզան ջան եթե մենք իրար հետ հավաքվենք իմ սենյակում եւ աղոթենք իրար հետ Ինչ խնդիր կա Բա ինչի մասին է խոսքը Եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի արարողություններ անցկացնելու ձև գոյություն Լսի թող եկեղեցու կանոնակարգը եւ եկեղեցու այն ներկայացուցիչները որոնք դրա հետ վերապահումներ ունենան իրանց կարծիքը ասեն ուզեմ հասկանամ դրա հետևանքը դրա անթույլատրելիությունը դրա խնդիրը ըստ ձեզ ինչու նա կանում մարդ որը որ եկեղեցական է մեկը ասում է կարգալույց է մյուսը ասում է ես չեմ ընդունում որ ինձ կարգալույց անել ասում է ես ուզում եմ աղոթել ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվեմ հիմա ուզում հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որտե ես որտեղ կուզեմ ում հետ կուզեմ կաղոթեմ իմ եւ Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի վեղար հագնի բիզնեսներ ունենա
տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պայել, չեմ ասում մնացած անձնական բաները։ Իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ իրավական գործընթացներն ուր են, եթե դրա մասին տեղեկություններ։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը, եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալոց սենց հրապարակում կա։ Պատասխանեցի։ Նասիրի պարոն Սիմոնյան, այդ իմաստով, եթե հրապարակում կա, Ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, որովհետև նախ հետո ասելու եք, որ դու ինչ-որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բանը խով, ես չեմ ուզում մտնեմ, կգտնի, որ ինչ KGB-ի գործակալը սրբազանեց։ Ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոտ հյուրանոցում հենց դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը, ինձ հանգեցին, ես այդ ժամանակ փոխնախագահ ասցին, եկել է ուզում է ձեզ տեսնի, ես ասի դե եկել է, իջա ներքև, մոտեցավ, ասեց մի ասեց թուղթ էր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք, ասի ես ինչ է, նայեմ գրածա ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան տակն շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ես ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրեք։ Այսինքն ես այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ թուղթը ճղեցի, ասացի գնա մի սուրբ եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողով։ Հարկել ես հիմա ինչքան էլ լավ բան լինի, բայց ասենք այդ ինչ է, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց է ձևավորվում։ Գործակալի էր թե ոչ։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ ազգային ժողովի նախագահը ասեց, հետո դատախազական եմ տալիս։ Հիմա բայց իմ ընտրությունն է, չեք ստիպել ինձ քաղաքական գնահատական տամ։ Ինչպես եք գնահատում 3 եկեղեցու տարածքում միջադեպը, որի ընթացքում նաև հայոյում եւ վիրավորում էին լրագրողներին։ Վատ, որովհետև դա Եվ իրավապահների չմիջամտել։ Դե որովհետև դա մեզ գալիս են այդտեղ աթոռը պահելու մասին են խոսում, բայց հիմա կարճած են մարդիկ իրենց աթոռներից, որովհետև այդ բիզնեսները նկատի ունեմ եկեղեցական այդ խավը, նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանին։ Լսեք, ով որ վիրավորել է, շատ վատ բան է արել, անընդունել եմ համարում, բնական է, բայց ես նենց չէ որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ կամ այն մի կողմնակիցն եմ, դա պրոցես է, որին ես հետևում եմ, որպես քաղաքացի, որպես հավատացյալ, ես հետևում եմ, ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ, իմ կարծիքը այն է, որ այն ինչ որ կատարվում է եկեղեցում, նաև այն ձայնագրությունը նկատի ունենալով, որ մարդ կբերես բաներին, թե չէ ստեղ կնշանակվի, այնտեղ կնշանակվի, դա ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային, այո, վաղուց կային այդ խնդիրները եկեղեցում, որպես կառույց ունեցել է, հիմա ակնհայտ է, որ պետք է դուրսվի այդ հարցը։ Ես անկեղծ չեմ տեսել, բայց կրկնում եմ, լրագրողի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն անարգալից վերաբերում, մենք հոտվածել ունենք դրա հետ կապված Քրեական գործ լիներս ձեզ։ Պետք է նայեմ Շողիկ ջան, չեմ նայել, կրկնում եմ, կգտնեն, թողանեն, ինչի մի մտցրեք ինձ իրավապահների դաշտ, ես կարամ որպես ասում եմ գնահատական եմ տալի լրագրողի յուրաքանչյուր, ես լրագրողների հետ նես չի որ միշտ հարթ եմ, բայց այնուամենայնիվ լրագրողի գործունեությունը խոչընդոտել անթույլատրել է։ Դավիթ Համբարձումյանի Քանի որ ինքը Ռուսաստանում է գտնվում, եթե դատական գործ ընթանում ու չկա բացակայելու արգելք, դա խնդիր չի, իրավապահ համակարգը արդյոք պատշաճ է աշխատում։ Խոսեցի, ես մի քիչ դուք ուշ եկաք, ես ասի իմ համար օրինակ զարմանալի է, որ չեն բաց թողել ինքը ոնց է հատել գնաց իմ համար այս process-ի մեջ հարցը դա։ Նորություն չպետք է լինի ձեր իշխանության համար, միշտ էլ այդ խոշոր ձկներին հաջողվել է երկրից դուրս գալ, հետո նոր իմացանք, որ վայ գնացին։ Նարեկ ջան, խնդիրը կայանում է նրանում, որ դուք ինձ քաղաքական գործիչին, չգիտեմ, մեր խմբակցության ղեկավարին, վարչապետին եւ դատական իշխանության դատավորին նույնականացնում եք։ Այդ նույն տրամաբանությամբ շատ ու շատ մարդիկ կան եւ շատ վճիրներ կան, որոնք օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հետ կապված, իրանց մերձավորների հետ կապված, որոնց հետ կապված մենք
մենք էլ միշտ գոհություն ունենք եւ ասում ենք ոնց կարելի է որ օրինակ այս մարդը հիմա դուրսն է, այս մարդու հետ կապված որոշումը սենց է կա։ Մի նույնականացրեք։ Չկարողացել բարեփոխումներն այնպես անի արդարադատության ոլորտում, որ այդպիսի խնդիրներ չլինեն։ Ես ձերդ համաձայն եմ, իշխանությունը խնդիր ունի եւ բարեփոխումները շարունակվում են եւ բարեփոխումների հետ կապված իրոք խնդիր կա դատական համակարգում եւ բոլորս դրա մասին գիտեն, բայց միևնույն ժամանակ պետք է բան անենք, արձանագրենք, որ կան լավ դատավորներ, կան կայացած դատական մարմիններ, բաներ, ասեք, պետք չի միանշանակ ամեն ինչը սևով բան անել, լղոզել։ Պարոն Սիմոնյան, երեքը պարտանում եք ձեր խմբակցություն փոխնախագահ Արտեմ Ռուբինյանը ասում էր, որ տեսեք ինչքան ընդդիմադիր համայնքապետեր դեռ կան աշխատում են, անմիջապես հաջորդ օրը Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց, այսինքն սպասենք այն ցուցակի հաջորդ համարները։ Ո՞նց է կալանավորվում Ռուսաստանում։ Հա, ուզում եմ ասեմ, որոշում կայացվեց, վճիռը հայո հրապարակը։ Դա եւս մեկ ապացույց է, որ նույնիսկ ազգային ժողովի փոխոսնակը վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը տեղյակ չի արկա իրավական process-ներից հակառակ պարագայում ինքը առնվազն դա չէր ասի ու երկրորդը կրկնում եմ ես արդեն մի տեսախցիկի ներկայությամբ դա արեցի հիմա նորից եմ ասում մնացած բոլորի համար բոլոր այն անձինք ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում էս ինչ դրամաբանություն է այսինքն այդ մարդը որ տես ջիպից դուրս երեք հեղափոխության ժամանակ մարդ էր տշում մարդ էր խփում բաներ անում այդ բան դուք ուրիշ հարց տվեք գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել, որպես տեխնոց այդ տաղուն ով էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել մանա Սերժ Սարգսյանը, ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ, հարց եմ տալի քաղաքական առումով, ումա պետք Դավիթ Համբարձումյանը, ումա հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով։ Ուզում եմ հասկանամ, քաղաքական տենց մեծ գիգանտ էր, ստեղ իմպիչմենտի process-ը եկել էր, հասել էր պիկին, իշխանությունը, այս ինչեր եք խոսում, ասենք, հասկացա, հարց տվեցիք, բայց եկեք հարգենք մարդկանց։ Պարոն Սիմոնյան, այդ առումով եւս մի բան ասում են 6 տարի հատուկ են 6 տարի 3 ամիս որոշել, որպեսզի համաներում չկիրառվի, այսինքն դա էլ է քաղաքական հրահանգով է։ Ես բայց կարա չէ ինքը այդ որը վճիռը բողոքարկի։ Դե բա ինչ եք ուզում, թող գնա բողոքարկի, ինչ եք հիմա մտել այդ դատական process-ի մեջ բան գալիս։ Ասում եմ, ումա պետք Դավիթ Համբարձումյան քաղաքական առումով։ Խնդրում եմ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք։ Իմպիչմենտի ենթադրենք, իմպիչմենտի գործընթաց նույնիսկ չեն կարողանում իրանք քվեարկեն։ Իրանք չեն քվեարկում։ Իրանք իրանցով Քոչարյանի թիմը եւ Սերժի թիմը չի քվեարկում, չեն կարողանում։ Դավիթ փողոցում ժողովուրդ չկա, 6 ամիս հետո ընտրությունները ումա պետք Դավիթ Համբարձումյանը։ Այսինքն ինքն էլ ոչ մի բան չէր արել, տենց կտրտված կադրեր հրապարակվեցին, որտեղ ինքը բանի Կորյունի փողոցի վրա մարդած է։ Ուզում հասկանամ, դելով այդ AI-ին ինչ ելնում է, AI-ին են մեղադրում։ Սիվիկը պատվալ չունի։